առաջինը հարցնել դուք անձամբ երբվանից եք տեղյակ դեպքին, ինչ քայլեր եք կոնկրետ դուք ձեռնարկել, եթե ձեռնարկել եք, գիտեք արդյոք, որ գործընթացները տեղի ունեցել օրենքի հարցաքննություն առերեսում կոպիտ խախտումներով եւ ամենակարևորը մենք մինչև այս պահը ի վերջո ինչի չունենք կալանք, կարծես թե բոլոր հիմքերը դրա կան։ Այս հարցերին պատասխանեք։ Շնորհակալություն։ Վեդի դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է, որովհետև ոչ միայն այս դեպքը, այլև եթե կհիշեք, որոշ ժամանակ առաջ համանման իրավիճակ Գեղարքունիքի մարզում էլ ունենք եւ բազմաթիվ իրավիճակներ են ունեցել ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև Արարատի մարզում։ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել ոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ Երևան քաղաքում եւ Շիրակի մարզում, եւ այս ամբողջ ցավալի քարտեզագրությունը միայն այս դեպքով չի, որ ինձ հայտնի է։ Երբ առաջին անգամ մի քանի տարի առաջ Գեղարքունիքի մարզում նման իրավիճակի ես հատուկ եմ բառերն ընտրում, հաշվի առնելով նաեւ զգայունությունը եւ մեզ ունկնդրող աշակերտների առկայությունը, մենք միջնորդագիր հասցեագրեցինք իրավասու մարմիններին առաջարկելով, որպեսզի դատախազությունը լինի այն հանձնաժողովներում, որոնք կանխարգելիչ գործառույթներ ունեն։ Թեև դատախազությունը ինքը կանխարգելման տեսանկյունից ուղիղ ֆունկցիա չունի, բայց մենք ցանկություն հայտնեցինք, որ մենք ներգրավված լինենք, որպեսզի նմանատիպ իրավիճակները կարողանանք կանխել, որովհետև ինչքան էլ մենք հետո քննենք, խիստ խափանման միջոցներ ընտրենք, միևնույնն է, այն տրավման, որը պատճառվել է, հնարավոր չի ամբողջությամբ բուժել կամ հետևանքները վերացնել։ Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ շատ հաճախ հենց խոցելի խմբերն են ներգրավվում, որը տվյալ իրավիճակում առկա է, եւ դատավարական խախտումների մասով, չգիտեմ դուք ինչքան եք տեղյակ, բայց այդ նույն հարցաքննությունների հետ կապված անչափահասների ներգրավման դեպքում մանկավարժի, հոգեբանի պահանջ կա եւ նաեւ հարցաքննության զգայունության անհրաժեշտություն կա, որի մասով էլի դատախազությունը շատ հետեւողական է։ Վարույթը գտնվում է գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո եւ ոչ միայն այս վարույթը, եւ կարճ ժամանակ հետո նաեւ խափանման միջոցի վերաբերյալ կարծում եմ ձեր հարցադրումը եւ մտահոգությունը դուրս կգա, որովհետեւ այս մասով մենք խիստ խափանման միջոցների ենք գնում, բայց պետք է ընդգծեմ, որ շատ հաճախ այս արարքները կատարվում են ազատազրկման վայրերից։